Տիգրան Ավինյանքի, հա, գրած։ Չեմ կարծում։ Հա։ Ինչ է, թե չասի մեզի հետևում է ինչ անում, ստեղ գալիս ենք Տիգրան Ավինյանը գրում։ Ուրեմն տեսեք Իսահակյանի հետ կապված ինչ հիշողություն ունեմ, Երջանկահիշատակ Վարդան Դևրիկյանը Աբերյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենը մեծ հայրենասեր, ֆենոմենալ հայրենասեր անձնավորություն, ով մասնակցել է Թալիշի ազատագրմանը, Մարտակերտի կռիվներին, Կամո Արոյանը կասի ինչ ֆենոմենալ կերպար էր Դևրիկյանը եւ Դևրիկյանին ինչ հիշեցի ես, ինչ Իսահակյանի հետ ինչ կապ ուներ, Արցախ գնալուց ես եւ Դևրիկյանը, կարծում եմ իր աղջիկը հիմա կտեսնի կփաստի նաեւ միշտ իրար հետ էին գնում եւ ինչ շատ հետաքրքիր էր մեր հայրենասեր, մեր կռված տղերքի անցած ճանապարհը եւ երբ որ խոսում էինք, ասում էի այդ գրականագետներից էլ ով կա որ հայրենասեր մարդ է, էլ ով կա որ դրական մարդ է, ասում էր Սարյանի թորն ու ամուսինը, ասում էի, բայց ինչ ես այդ կողմից ֆռում գալիս, էլի պարոն Դևրիկյան, ասում էր դա թող ես իմանամ ու միջև վերջ այդ գաղտնիքը չբացահայտեց։ Հիշում եմ, երբ որ Դևրիկյանը պատմում են, Դևրիկյանի պատմությունը շատ ունիկալ էր, որ ինքը վիրավորվում է, վիրավորվելուց հետո խիստ պահանջ դնում են, որ Մատենադարանի գիտաշխատող առաջիկից վիրավորվել է, վռած վերտալյոտով ուղարկում են Երևան, 5 օր հետո ձեռները կապած հայտնվում է Մադաղիսի եւ Թալիշի այդ հատվածում։ Եվ ինչն է հետաքրքիր, անձամբ ինքը, որ խոսում եք տարբեր բաներից, ինձ տարել է Մեխակ Մեխակյանի զոհվելու վայրը, որտեղ որ իրանք ընկերներով գերեզման էին կառուցել։ Տարել էր ու պատմում էր ինքը, թե Մեխակ Մեխակյանը նույնպես ինչպիսի հայրենասեր մարդ էր, ու այդ մարդը լինելով ներքին գործերի 6-րդ վարչության բաժնի պետերից մեկը, թե վարչության պետը, պատերազմից 2 օր առաջ մնաց է կռվել եւ զոհվել է։ Եվ այդ մարդը Արցախը դիտարկում էր որպես լինելիության հույս։ Արցախը դիտարկում էր արժանապատվություն։ Եվ նմանատիպ ձևով նաեւ Դևրիկյանը պատմել է Իսահակյանի մասին։ Ինչի համար եմ ասում, Երևանը պիտի ունենա արժանի պատվավոր քաղաքացիներ։ Ինչը չի ասի ձեր հաջորդ ներկայացված մարդկանցից մեկի մասին, որի մասին կանդրադառնամ շատ հանգամանալից։ Ինչը վերաբերվում է պարոն Գալջան, չեմ կարող չանդրադառնալ այն փաստին, որ ասում եք Գյումրիի ձայնագրությունները դատարանում փաստաբանի հետ, մյուս փաստաբանի հետ անձամբ ես խոսել եմ, ասել եմ որպես իրեղեն ապացույց, որպես ուղիղ փաստ, եկեք հետազոտենք։ Գիտեք ինչ ասեք հնչականը։ Գիտեք, ասեմ որ իմանաք, հրաժարվել է ներկայացնելուց։ Իսկ ինչի է հրաժարվել։ Հիմա ես կարամ ասեմ որ գործ են սարքում։ Իսկ գործ սարքելու մեջ չեմպիոն են։ Այդ որ ապօրինի գույքից խոսում եք, ասեմ ժողովուրդ ջան, ուղիղ իմ ընտանիքի օրինակով, գործ սարքոցի է։ Ինչի համար, որովհետև տենց բան տեսել եք, տենց գժանոց։ Ընկել եմ դատախազության հետևից, ասեմ, հելեք եկեք ապացուցեմ էդի որ հարուցել եք մեր վրա։ Հելեք եկեք, իրանք են հրաժարվում գալուց։ Բա գժանոց չի որ տունը վարկով առել եմ, համ տունն են դիտարկել ապօրինի, համ վարկը։ Ասեմ, արա խո դու գիժ չեք, տենց ոնց կարելի է։ Ասում ես սպառողական վարկը վեցել ես տուն ես մարել, լավ եմ արել։ Լավ եմ արել։ Հիմա այդքանից հետո ես ձեզ ապօրինի գույքը հավատամ, այդ մանկապարտեզներից որ խոսում եք, պարոն Գալջան, հետևողական եմ լինելու, տեսնեմ քանի հատ եք հետ բերե։ Ոնց որ հետևողական եմ, որ 15 հատ մանկապարտեզը մոռացել եք, փագել եք ու մոռացել եք։ Կառավարման ճգնաժամ, աջափնյակում իրար կող 40, 41, 42։ 3 մի գծի վրա մանկապարտեզ դրե փագել եք։ Չէ, տես շատ օրինակներ կարող եմ բերել, բազում օրինակներ պիտի բերեմ, բայց նաև պարոն Փամբուխչյան, ես անցյալ անգամ էլ, երբ որ մենք կոչում էինք տալիս, շնորհում, խնդրեցինք, որ այդ մարդկանց հրավիրենք մենք ստեղ, ճանաչենք, նաև մեծարենք, նաև ասենք, որ դուք արժանի չեք օրինակի համար, հələ հասկանանք, էլի այդ մարդիկ ինչ վաստակ ունեն օրինակի համար, ու որ դուք ասում եք ընդդիմությունը, սենց, բան, բոլորը ձեզանից է գալիս։ Այսօր ստարտը, այս վատ գաղջը մտնոլորտի, այս նողկալի իրավիճակի դուք եք ստեղծել։ Ու դրա համար ինչքան ուզում եք գլուխները ցենց անես, գնաս գաս, պարոն Գալջան, դուք եք ու վայելեք, հաճույք ստացեք։ Ու դա լինելու է, եթե մտածում եք լռելու են, չենք լռելու։ Իսկ Իսահակյանի կերպարը ես նորից եմ ասում, ինչքանով ինձ պատմել է Դևրիկյանը, պատիվ չեմ ունեցել ճանաչեմ, դրական է պատմել։ Բայց թե ինչի համար էր ասում, որ Իսահակյանի թորնուին է, այդ արդեն չեմ կարողանա ճշտել եւ հասկանալ։